Նախ պետք է նշեմ, որ այս պատժամիջոցները նոր չեն, այլ այն պատժամիջոցներ են, որոնք սահմանվել էին Անվտանգության խորհրդի կողմից 2006-2010 թվականներին ընդունված բանաձևերով։ Դրանք 10 տարով սառեցվել էին 2015 թվականին ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պայմանագրով, որը նախատեսում էր դրանց ամբողջական չեղարկումը այս տարվա հոկտեմբերի 18-ին։ Հիմա եվրոպական եռյակի նախաձեռնած գործընթացի արդյունքում եւ ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ Անվտանգության խորհուրդը վերականգնել է այդ պատժամիջոցները։ Դրանք ընդգրկում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը եւ խթանել միջազգային ճնշումներ, այսպես կոչված, եւ մասնավորապես ենթադրում են 3 հիմնական ոլորտներ՝ Իրանի նավթի եւ ֆինանսական միջոցների սահմանափակումներ, այսինքն խիստ սահմանափակվում է Իրանի նավթի վաճառքը եւ փոխանակման հնարավորությունը, իսկ սառեցվում են Իրանի ակտիվները արտասահմանում։ Երկու միջուկային եւ զենքի ծրագրերի սահմանափակումներ, վերականգնվում է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, արգելվում է Իրանին զենքի վաճառքը, արգելվում է միջուկային ծրագրերին վերաբերող նյութերի մատակարարումը Իրանին, սահմանափակումներ են սահմանվում ուրանի հարստացման եւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրերի նկատմամբ, եւ երրորդ ոլորտը դա այսպես կոչված արևմտյան մեկնաբանությամբ մարդու իրավունքների դեմ միջոցառումներն են։ Նորից պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 12-օրյա պատերազմի ընթացքում պետք է տեղի ունենան, այսինքն 12-օրյա պատերազմը սկսվեց այն պահին, երբ Իրանը պատրաստվում էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների, անուղղակի բանակցությունների 6-րդ փուլին։ Այդ պատերազմը եկավ, այսպես կոչված, կանխելու այդ բանակցային գործընթացը, մանավանդ որ ԱՄՆ-ը եւս անմիջականորեն ընդգրկվեց Իրանի դեմ պատերազմում։ Բնականաբար, պատժամիջոցների վերականգնումը եւս նշանակում է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը որևէ լուրջ համաձայնության չեն հասել։ Նման պայմաններում տեսականորեն մեծ է նաեւ այն վտանգը, որ լարվածությունը կարող է նորից էսկալացիայի վերածվել։ Այս պատժամիջոցների սահմանումը բնականաբար ուղղակի ազդեցություն է թողել Իրանի տնտեսության վրա։ Իրանի տնտեսությունը բավականին լարված վիճակում է գտնվում, սա փաստ է, կա հեռանկարի հետ կապված անորոշություններ, որը ազդում է հատկապես արտարժույթի այսպես գների կտրուկ աճի վրա, ինչը սարսափելի ազդեցություն է թողնում նաև Իրանի տնտեսության եւ ազգաբնակչության գնողականության վրա։ Սրանք փաստեր են։